Սասների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան, համեցեք պարոն Սիմոնյան։ Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի փոխնախագահներ, ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքով սահմանված են ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները եւ պայմանները։ Նշված կարգավորումների համաձայն համայնքի կողմից ներհամայնքային ուղևորափոխադրումները կարող են կազմակերպվել նաև 100% համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից, որի դեպքում փոխադրավարձի արժեքը սահմանում է համայնքի ավականին։ Նշված օրենքի կարգավորումներից բխում է, որ փոխադրավարձը սահմանվում է որպես ծառայության արժեք, այլ ոչ թե տեղական վճար։ Սակայն տեղական տուրքերի եւ վճարների մասին օրենքի կարգավորումներից բխում է, որ համայնքի ավականին կարող է համայնքի մատուցած ծառայությունների համար սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող տեղական վճարներ։ Բացի այդ, տեղական տուրքերի եւ վճարների մասին օրենքով մանրամասն կարգավորված է տեղական տուրքերի եւ վճարների սահմանման, դրանց վճարման արտոնությունների տրամադրման եւ գանձման հետ կապված հարաբերությունները։ Ուստի առաջարկվում է ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար վճարները նույնպես սահմանել որպես տեղական վճար, ծառայությունը գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100% համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից մատուցվելու պարագայում։ Միաժամանակ հաշվի առնելով, որ Երևան համայնքում նշված ծառայությունները մատուցվում են տրանսպորտի տարբեր տարատեսակներով, մասնավորապես ավտոբուսներով, տրոլեյբուսներով, մետրոպոլիտենով, առաջարկվում է համայնքի ավականու համար ստեղծել հնարավորություն մեկ միասնական տեղական վճար սահմանելու համար, ինչը հնարավորություն կտա քաղաքացիներին վճարելով մեկ անգամ օգտվել տրանսպորտային բոլոր միջոցներից հարմարավետ եւ արագ։ Նախագծերի փաթեթով առաջարկում է նաև սահմանել վարչական տուգանք առանց տեղական վճարի վճարման ծառայությունից օգտվող անձանց համար, սահմանում է վարչարության իրականացման առանձնահատկություն, ինչպես նաև առաջարկում է ներդնել նշված զանցանքների կանխարգելման եւ բացահայտման համար գործոն մեխանիզմներ։ Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է կանոնակարգել եւ հստակեցնել համայնքներում ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների հետ կապված իրավահարաբերությունները եւ սահմանել վարչական պատասխանատվություն ծառայություններից առանց վճարման օգտվող անձանց համար։ Շնորհակալություն։ Հարցերի համար գրանցում։ Թադևոս Ավետիսյան։ Պարոն Սիմոնյան, ունես ներկայացրեցիք այդ նախագիծը վստահաբար քաղաքացիները ըստ էության չհասկացան, թե ինչի մասին էր, պարզ ասեիք էլի, Երևան քաղաքում 100 դրամից 150 դրամ եք դարձրել հանրային տրանսպորտի արժեքը, մարդիկ բողոքում են տարբեր ձևերով, սկզբից ակտիվ, հետո ավելի պասիվ եւ լավորից չի, որ չեն կարողանում այդ սակագինը վճարել։ Հիմա էլ ասում եք չեք վճարում, հետևաբար մենք ձեզ նաև տուգանելու ենք չվճարելու համար, հուսամ մենակ տուգանքով կվերջացվի, հետո մի հատ էլ նախագիծ չեք բերի քրեական պատասխանատվության ենթարկեք կամ երկրից արտաքսեք։ Հիմա տուգանքի հարցերը հետևյալն են, տուգանքի չափը որքան է լինելու եւ երկրորդ կարևոր հարցը Ես ոնց եկաք այդ եզրակացության, որ քաղաքացին փաստորեն տուգանքի մատերիալ է ամեն դեպքում։ Շնորհակալություն հարցի համար։ Անդրադառնամ տուգանքների չափին, այստեղ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առաջարկվում է 137.9 հոդվածում համապատասխան լրացում իրականացնել, որով վճարի չվճարման կամ այդ կրիչը չվավերացնելու համար առաջացնում է տուգանք 15,000 դրամի չափով, եթե քաղաքացին օգտվել է ոչ իր կողմից ձեռք բերված կամ արտոնություն ունեցող անձի կրիչը կրող քարտից կամ արտոնությունից ընդհանրապես, ապա այս պարագայում սահմանվում է 15 հապատիկի չափով, այսինքն 15,000 դրամ, եւ 3 հապատիկի չափով է սահմանվում, եթե ունի նման հնարավորություն արտոնություն, սակայն չի վավերացրել կրիչը տրանսպորտային միջոցում, այսինքն տրանսպորտային միջոց բարձրանալիս ինքը ձեռք է բերել համապատասխան իրավունք, սակայն այդ իրավունքը չի վավերացրել։ Շնորհակալություն։ Արձագանք։
Պարոն Սիմոնյան, վերջին անգամ հանրային տրանսպորտից երբ եք օգտվել Երևան քաղաքում, այս թանկացումից հետո այս նոր համակարգի ժամանակ օգտվել եք թե ոչ, կարևոր է էլի, որտեղ որ իմանաք այդ ինչ խնդիրներ կան, օրինակ ես այս 2 օր առաջ գնեցի Տելսելից, մտա ավտոբուս ու բնականաբար, որ ակտիվացնեմ, մի անգամյա քարտը չաշխատեց։ Հիմա եթե ձեր օրինակ այդ տեսուչները այդտեղ լինեին, մի պահ էլի, կամ հետո, ինձ տուգանեին 15,000 դրամ, կամ ձեր ասած մեկ այլ չափով։ Եվ բազմաթիվ նաև այլ տեխնիկական խնդիրներ կան, որոնք լուծված չեն։ Հիմա այս դեպքում ինչ եք անելու, քաղաքացուն դարձնելու եք այս անգամ էլ քաշքշուկի առարկա, այսինքն տուգանքի կամ, այսինքն երկու ընտրություն ունի, կամ ընկի քաշքշուկի մեջ, թեկուզ ասենք պատրաստ ես վճարելու, կամ եթե չես ուզում քաշքշուկի մեջ ընկնես 15,000 դրամ վճարի։ Եվ մեկ էլ օրինակ գիտեք նվազագույն աշխատավարձի եւ 15,000 դրամի համեմատությունը, ասեմ ձեզ, Ավարտեք։ շատ չի տարբեր, նվազագույն աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում 75,000 է։ Հիմա աշխատող աղքատներին ասում եք չես վճարում, աշխատավարձի ասենք օրինակ 1/6 մասը կտուգանենք, 3 անգամ տուգանեք, այդ մարդը էլ աշխատավարձ չի տանում։ Շնորհակալություն։ Առաջի հարցի հետ կապված 2 ժամ առաջ եմ օգտվել ազգային ժողով գալուց հանրային տրանսպորտից, սա առաջին հարցի հետ կապված, ինչը վերաբերում է տեխնիկական խնդիրներով պայմանավորված, եթե տեխնիկական խնդիր է առաջացել, այսինքն տրանսպորտային ծառայություն մատուցողը չի կարողացել վավերացնել ձեր կողմից ձեռք բերված տոմսը կամ գրիչը, ապա այդ դեպքում վարչական պատասխանատվություն չի կիրառվում եւ երրորդ հարցի հետ կապված, որը ունի լուծումը այն է վճարել տրանսպորտի ծառայությունից օգտվելու համար տեղական վճարը եւ չտուգանվել։ Շնորհակալություն։ Արման Ղազարյան։ Այդ տուգանվելու թեման բավականի բարդ է,